Ոսկեհատ գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մեր քվեաթերթիկն է համար 4, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մասնակցեք, որ փոխենք այս անհնարների վիճակը։ Մենք պաշտպանում ենք մեր հայ առաքելական եկեղեցին, մենք դեմ ենք այսօրվա այս իշխանությանը, որը հարձակվել է մեր եկեղեցու վրա, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր եկեղեցին, մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը, ուստի բոլորի կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, մասնակցեք, որ փոխենք։ Միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, հարգելի ոսկեհատցիներ, այս ընտրություններում կա երկու տարբերակ, մեկը ուրացողների, սրբապիղծների ու հիմա կարող ենք ասել նաև կեղծ մատնիչների, սուտ մատնիչների դաշինքն է, մյուսը ազգային ուժերն են և Մայր Հայաստանը։ Մայր Հայաստանի քվեաթերթիկը համար 4-ն է։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին և մերժել ուրացողների, սրբապիղծների ու մատնիչների դաշինքին։ Միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Ոսկեհատ և շարունակելու ենք քարոզարշավը ներկայացնելով մեր ծրագրերը։ Ոսկեհատում օրերս տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում հաստորեն պետության այսպես կոչված իրավապահ համակարգը հարձակվեց Ներսիսյանների ընտանիքի դեմ, կան ձերբակալվածներ, ապօրինի գործողություններ են տեղի ունենում և փաստորեն դա հետևանք էր այն ամենի, որ ՔՊ-ին կցված հանրապետությունը, որը փաստացի թուրքական 5-րդ շարասյունն է ներկայացնում, կեղծ մարտոցանք էր հանդիսացել և վաղ իմաստով գործ տվողի ստուկաչի ֆունկցիա էր կատարել, նրանց հենց դրա համար մտցրել են այս խաղի մեջ, այնպես որ դրանցից պետք է հեռու մնալ, դրանք բորոտներ են, քաղաքական բորոտներ են և այս ընտրություններով չի ավարտվում այս ամեն ինչը, իրենք օրինականության դաշտում բնականաբար պատասխան են տալու։ Այս պահին ուղղակի մենք ունենք փաստորեն անազատության մեջ գտնվողներ և հենց այդ մարտիչների պատճառով։ Մենք կոչ ենք անում ոսկեհատցիներին մերժել ուրացողների, մատնիչների և սրբապիղծների դաշինքին և իրենց ձայնը տալ Մայր Հայաստանին թիվ 4 քվեաթերթիկին, որպեսզի կարողանանք ազատվեն այս ուրացողների դաշինքից, այս սրբապիղծների դաշինքից, այս մատնիչների դաշինքից։ Հոջան, բարև ձեզ, որ չենք խանգարի ձեզ։
Բնիկ ոսկե հատից է, բնիկ ոսկե հատից է, ես ասեցի, որ 100 տարեկան է, այդպես հատ։ Հա, դե, ասմաց երկա տարի Հա, դե, ոչ հլը, հլը ես, հենց արապսն, Na truplet demek, droşak demek. Ես կներկայացնենք մեր ծրագրերը, շփենք գյուղացիների հետ, իշխանությունները գործում են հենց այստեղ առանձնահատկությունների այստեղ բախի մտնոլորտ ձևավորել, բայց ես համոզված եմ, որ գյուղացիները նրանց քաղաքական լուրջ ապտակ են հասցնելու, հիշեք ոսկե հատը և ոսկե հատի Ացուկները 16-ի երեկոյան կտեսնում։ Այնպես որ իրենց գործողությունները իրենք չեն կարողանալու իրենց ուզածին հասնել։ Ու խայտարակություն են ինչ որ իրենք անում են, ասել կեղծ մարդկության հիման վրա մարդկանց շալանք են կանում, ազատության հարցը շատ պոտ ձևով են կարգավորվում, ես եկել ազատության մեջ են հայտնվում մարդիկ։ Սա առումով սա հայտարարություն է իշխանության կողմից, բայց ուրիշ բան չենք է սպասում, ճիշտ ասած, շատ չակերտավոր բնական է, բայց ոչ չակերտավոր իրացիաներ է։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, ոսկե հատի հարգելի բնակիչներ, սիրելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք, այս ընտրությունները շատ կարևոր նշանակություն են ունենալու, որպեսզի մենք համատեղ ջանքերով մերժենք ուրացողների, սրբապիղծների և սուտ մատնիչների դաշինքին, այնպես որ ակտիվորեն մասնակցեք ընտրություններին և ձեր քվեով աջակցեք իշխանափոխությանը։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վարաշապատ սուրբին մեջ միացին իմ Մայր Հայաստան Վարաշապատ ոստան ես դում էր դպրության Տապսի փոքշնակ, նոր պայքարի ողջայության Խաչը երկրի բազեր Սերին վարաշապատ սուրգին էջ միասին իմ Մայր Հայաստան
անցնեն նորեր, ապրելության ու տխրության, եկել է ժամը կողաչի շուրջ միության։ Մայր Հայաստան կուսակցություն Շահարությունյան Ոսկեհատ գյուղի արգելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը, մենք ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցեք ընտրությունների, մեր գրապետիկն է համար 4, Մայր Հայաստան, համար 4, միացի, միացի, Մայր Հայաստան կուսակցություն Ժողովրդան ողջունում ենք ձեզ։ Ոսկեհատի հարգելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք և ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք ընտրություններին, նախորդ ընտրությունների, տեղական ընտրությունների տվյալները ցույց են տալիս, որ դուք ձեր խոսքը շատ հստակ խոսքը ասել եք քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ, մերժել եք սրանց, համոզված ենք, որ հիմա էլ եք մերժելու, ուղղակի շատ ավելի մեծ ծավալներով, միասնաբար և առանց երկմտելու։ Մայր Հայաստանը դեմ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, բարը ձեզ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումներին, դա Էրդողանի ու Ալիևի ծրագիրն է, որը իրականացնում է նրանց ձեռքի գործիք Նիկոլ Փաշինյանը։ Ալիևը արդեն այնքան է ոգևորվել Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականությունից, որ արդեն Սևանը ինչ-որ ադրբեջանական անվանումով է օգտագործում։ Սա հետևանք է Նիկոլ Փաշինյանի բռնած գծին, ու մենք պետք է միասնաբար մերժենք այն։ Մայր Հայաստանը այն ազգային ուժն է, որը դեմ է այդ քաղաքականությանը, ողջունում ենք ժողովուրդ ջան, ապրեք։ Դեմ է այդ քաղաքականությանը և մենք հույս ունենք, որ միասնական ջանքերով կարողանալու ենք քաղաքական աղբանոց ուղարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակին։ Նրան սատարում են միայն ուրացողները, այն թեկնածուն, որին առաջադրել են, ուրացել է հոր անցած ճանապարհը, այն մյուսը, որ կցված է քաղաքացիական պայմանագրին, ուրացել է և ուրանում է եղբոր անցած ճանապարհը, և այս ուրացողների դաշինքով
գնում են սրբապղծության մեր առաքելական եկեղեցու դեմ ու հնդածես նաև կեղծ մատնությամբ, ստուկաչությամբ, գործտվողությամբ են զբաղված, ընդ որում այդ ամեն ինչը ապօրինության ամբողջ փաթեթով համեմված։ Այնպես որ մենք ձեզ կոչ ենք անում, սիրելի ոսկեհացիներ, վաղաշապատի հարգելի բնակիչներ, մերժեք այս անաստվածների, ապիկարների եւ դավաճանների իշխանությանը։ Ձեր ձայնը տվեք Մայր Հայաստանին, որպեսզի մենք կարողանանք եւ համայնքային կյանքում եւ քաղաքական կյանքում դրական փոփոխություններ բերել։ Մայր Հայաստանը թիվ 4-ն է։ Մենք մասնակցում ենք որպես նվազագույն ծրագիր ունենալով իշխանազրկումը ԿՊ-ի եւ որպես առավելագույն նպատակ ունենալով իշխանության պատասխանատվությունը ստանձնելը։ Մայր Հայաստանը այն նոր այլընտրանքային երրորդ ուժն է, որը դուրս է ներկայի ու նախկինի կեղծ բանավեճից։ Այդ բանավեճը ներմուծում է իշխանությունը, որպեսզի կարողանա մարդկանց շեղել իրական խնդիրներից եւ որպեսզի կարողանա վնասել քաղաքական ընդդիմադիր դաշտին։ Մենք չենք տրվում այդ մանիպուլյացիաներին եւ խորհուրդ ենք տալիս, որպեսզի մեր ժողովուրդն չմանիպուլացվի, գնա ընտրության, բարձր տոկոս ապահովի մասնակցության եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը որևէ շանս այդ դեպքում չի ունենալու։ Իրենք ինչքան էլ վարչական ռեսուրս կիրառեն, ինչքան էլ կեղծիքների դիմեն, եթե մեր քաղաքացիները բարձր մասնակցություն ցուցաբերեն ընտրությունների ժամանակ, ապա հավաստիացնում եմ, որ սրանց պարտությունը անխուսափելի է լինելու։ Մենք Մայր Հայաստանն ենք եւ մեր քվեաթերթիկը համար 4-ն է։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր։ Դատերթիկ համար 4 միացիր որքողենք։ Սերին վաղաշապատ սուրին էջ միացին իմ Մայր Հայաստան Վաղաշապատ ոստան ես դում են դպրության տապցին ոչնա նոր պայքարի ողջ հայության Միացին իմ Մայր Հայաստան Կանցնեն օրեր ատելության ու տխրության եկել է ժամը կողաչի շուշնիության Շապատ սուրբի էջ միացին իմ Մայր Հայաստան Սերին վաղաշապատ սուրբի էջ միացին իմ Մայր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Գրիշարով
Ողջույն սիրելի ոսկեհատ գյուղի բնակիչներ, մենք Մայր Հայաստան կուսակցությունն ենք, հանդես ենք գալի 4 համարով։ Սիրելի բնակիչներ, մենք հայ առաքելական եկեղեցու թիկունքում կանգնած ենք։ Մենք ստորագրահավաք ենք կազմակերպել ակցիա, որպեսզի մարդիկ գան իրենց աջակցությունը հայտնեն հայ եկեղեցուն։ Սիրելի բնակիչներ, մենք մեր նպատակը մերժել ներկայիս թրքահաճո իշխանություններին և պահպանել մեր հայ առաքելական եկեղեցին։ Մենք Մայր Հայաստանն ենք, կոչ ենք անում, միացեք մեզ, ձեր ձայնը, ձեր քվեն տվեք մեզ, որպեսզի մենք հնարավորությունը ունենանք կյանքի կոչել բոլոր այն նպատակները, որոնք որ առաջ են դրվել։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, Ժորժան, սրանք անընդհատ խոսում են, որ ասֆալտ են կանում, ուրեմն որ գյուղը մտնում են, որպեսզի դուք պատկերացնեք, էլի։ Այն հիմնական մասին հատ կտոր, այն ձևական, այն ցուցադրական։ Ուրեմն ասֆալտապատված է, մնացած հատվածներում անմխիթար վիճակ։ Մենք այս ամեն ինչը արձանագրում ենք նաև մեր այցերի ընթացքում եւ ասենք ձեզ, որ երբ խոսում են, որ մանկապարտեզ են կառուցել կամ վերանորոգել, երբ խոսում են, որ դպրոցներ են վերանորոգել, ուրեմն պետք է հստակ ներկայացնել, թե ինչ սխեմայի աշխատում։ Ուրեմն սրանք տեղական բյուջեն ձևավորում են հիմնականում գյուղացիների կեղեքելով, խոսքը ոչ միայն այս գյուղի մասին է, ոսկեհատի, այլ Խոյ համայնքում, ուրեմն այն ինչ որ կատարվում է դրա մասին է, եւ բյուջեն հավաքում են հիմնականում աշխատավարձ տալու տրամաբանությամբ։ Որից հետո արդեն պետական պարտքը ավելացնելով հարկային միջոցներով ձևավորում են ինչ-որ բյուջե և դա վաճառում են հայ ժողովրդի վրա։ Պետական պարտքը անցել է 13 միլիարդ դոլարը, այսինքն ավելի քան 4000 դոլար յուրաքանչյուր նորածին ծնվելու պահից սկսած իր վրա պարտքային բեռ է վերցնում։ Այսպես կոչված սուբվենցիա ծրագրերը դա կառավարությունից հատկացված գումարներն են, որոնք հիմնականում կրկին են վարկային միջոցներից են փաստորեն ձևավորում։ Այսինքն տեղական ինքնակառավարում եւ տեղական բյուջե ասածը ֆիկցիա է, այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում։ Եվ հանրարդարությամբ նաեւ ընդհանրապես պետք է ասել, որ այդ համակարգը տեղական ինքնակառավարման խնդիրներ ունի։ Մեր պատկերացումը, Մայր Հայաստանի պատկերացումը այն է, որ տեղական տնտեսական կյանքը աշխուժացնելով է հնարավոր իրական տեղական բյուջե ձևավորել եւ հնարավորություն տալ մարդկանց զարգանալու եւ բարեկեցիկ կյանք ունենալու։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա ամբողջ աշխարհում ընդունված է, որ գյուղատնտեսությունը դոտացիոն է լինում։ Սրանք հարձակվել են գյուղացիների վրա, ջերմոցների վրա են հարձակվել, կամայական թվեր են սահմանում, այսպես կոչված օրինականացման գործընթացը ապահովելու համար։ Մենք դեմ ենք այդ մոտեցմանը եւ գտնում ենք, որ գյուղացիներին պետք է հնարավորություն տալ իրենց տնտեսությունը զարգացնելու։ Երեխեք ջան, ո՞նց եք։ Լավ է, ապրեք։ Մենք կարծում ենք, որ եթե պետությունը չի կարողանում գյուղացուն օգնել, ապա գոնե չպետք է խանգարի։ Սա է մեր հիմնական մոտեցումը։ Նրանք, ովքեր մեզ հիմա հետևում են համացանցով, տեղեկացնենք, որ մենք Մայր Հայաստանը ոսկեհատ գյուղում է։ Ոսկեհատը Վաղարշապատ խոշորացված համայնքի մեջ է գրկված եւ մենք կոչ ենք անում Վաղարշապատցիներին եւ մասնավորապես ոսկեհատի բնակիչներին անպայման մասնակցել ընտրությանը եւ մերժել այս անաստվածների իշխանությանը։
Հրապարակությունները միացել, հանդիպում եկել եւ ասել որ դուք ոսկե հապի Դուք գիտեք, որ ոսկե հապի հայտարարք իրադարձություն է եղել, որ թուրքական 5-րդ շահասը մարտության հիմնի վրա Սիսիանների ընտանիքից, որը որդու տալել են ձերբակալության, ինչպես տալում երկուսին էլ ազատացել են, եւ տանիքը կերտ մարտության հիմնի վրա, ստուկացների հարացների հիմնի վրա, որ դրա համար բնասկություն են տարել, եւ ոսկեացիների հիմա կոնկրետ արտակ պետք է հասնում է դրանց, որպեսզի պարզ դառնա, որ ստուկացությունը կերտ մարտությունը ներժելի է, բոլոր ժամանակներում բոլորի դեպքում։ Համար 4 Միացիր Սիրելի ոսկեհացիներ, ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը։ Առաջիկա համայնքային ընտրություններում մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք։ Բոլորիդ կոչ ենք անում, անպայման մասնակցել ընտրություններին, անպայման գնալ տեղամաս եւ ձեր վերաբերմունքը արտահայտել այդ թրքաբարո իշխանությունների նկատմամբ։ Այս իշխանությունների ցինիզմը հասել է նրան, որ եթե Ալիևը մի բան է հայտարարում, նրանք արդեն չեն փորձում ինչ-որ հակաճառեն, դարձել են Ալիևի երևանյան փաստաբանները, փորձում են բացատրել, փորձում են պարզաբանել, թե նա ինչ նկատի ունեցել իրականում, ու այդ ողորմելի կարգավիճակով քաշ գալով փորձում է երկիրը տանել համապետական ընտրություններին։ Այդ մինչ համապետական ընտրությունները Շաբաթը հրաշալի հնարավորություն է, որպեսզի հայ ժողովուրդը իր վերաբերմունքը արտահայտի երկրի շուրջ եւ երկրում ստեղծված իրավիճակի, այդ ստի կեղծիքի այս ատելության մթնոլորտի նկատմամբ։ Ձեր այրակիցներ, Հայ Հայաստանը ունի հրաշալի փայլուն թիվ, ճանապարհացած մարդկանց եւ երիտասարդության համատեղում է, որ խոսք է, որ ասելիք է եւ շահավետ առաջարկ։ Ուրեմն, Մայր Հայաստան, Համար 4 Մայր Հայաստան, միացիր, որ փոխի միացիր, որ փոխի միացիր։ որ փոխի Սիրելի ոսկեհացիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Եկեք ծափողջուններով ողջունենք մեզ դիմավորող ոսկեհացիներին։ Սիրելի ոսկեհացիներ, հիշեցնենք, որ Մայր Հայաստանը նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններում մասնակցում է թիվ 4 քվեաթերթիկով, մեր համարը թիվ 4-ն է եւ Մայր Հայաստանը ձեզ է ներկայացնում հիանալի ծրագրեր, որոնք էապես եւ իրական դաշտում փոխելու են ձեր կյանքը։ Սիրելի ոսկեհացիներ, Մայր Հայաստանը կոչ է անում մերժել արժեհամակարգային այս դրսումը, մերժել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվող արշավը եւ մասնակիցը չդառնալ Ադրբեջանի մոլլաների ղեկավար Փաշազադեի ծրագրերի իրականացմանը։ Մայր Հայաստանը հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին է, Մայր Հայաստանը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կողքին է,
Մայր Հայաստանը ոսկեհացու կողքին է եւ մենք ձեր խնդիրները բարձրացնելու ենք, լուծելու ենք ձեր քվեն ստանալու պարագայում։ Սիրելի ոսկեհացիներ, հիշեցնում ենք, որ Մայր Հայաստանը թիվ 4-ն է եւ նոյեմբերի 16-ին ընտրություններին ձեր մասնակցությունը չափազանց կարեւոր է։ Ձեր մասնակցությամբ դուք մերժելու եք քաղաքական ապտակ եք հասցնելու քաղաքացիական պայմանագրի այն ծրագրերին, որոնք հակահայկական են եւ քրթամետ են։ Սիրելի ոսկեհացիներ, Մայր Հայաստանը կրկին ողջունում է ձեզ եւ հիշեցնում, որ շատ կարեւոր է նոյեմբերի 16-ի ընտրություններին բոլորիդ մասնակցությունը։ Ձեր մասնակցության պարագայում, ձեր վստահության քվեն ստանալու պարագայում, Մայր Հայաստանի մաքրամաքուր թիմը, որ այս բանին ձեր առջև է իր ծրագրերով, իրանցած ուղով, քաղաքական կենսափոխով, գալիս է ասելու, որ եկել է փոխելու ժամանակը, միացեք, որ փոխենք, միացեք, որ փոխենք, միացեք, որ փոխենք։ Ձեր քվեն ստանալու պարագայում դուք իրականում ձեզ զգալու եք մեր երկրի տերը, ձեր գյուղի տերը։ Ասֆալտապատման ծրագիրը երբեմն քաղաքացիական պայմանագիրը դրոշակի պես ձեռքն է վերցնում եւ շարժում է, որ ասֆալտապատում ենք իրականացրել։ Սա է ձեր ասֆալտապատումը։ Սիրելի ոսկեհացիներ, իրականացրեք փոփոխություններ։ Ձեր քվերով, քվեախցիկում լինելով մենակ, ինքներդ ձեր խղճի առջև կայացրեք որոշում, որ մերժեք ձեր իրավունքները ոտնահարող, մեր արժեքային համակարգը ոտնահարող եւ սխալ կանոնայնություն ունեցող թիմին, ընտրեք քաղաքական մաքուր ունեցող Մայր Հայաստանի։ Իսկ Մայր Հայաստանի քաղաքական անցյալին կարող եք ծանոթանալ, հետևելով Երևանի ավականունիստերին, հետևելով Գյումրու ավականունիստերին։ Նորից հիշեցնում ենք, որ Մայր Հայաստանը յուրաքանչյուրի ներկայացուցիչն է եւ Մայր Հայաստանը ձեզ ներկայանում է հիանալի ծրագրերով, որոնք են գյուղական համայնքներում խմելու ջրի, ոռոգման ջրի իրականացումը, ասֆալտապատման իրականացումը, մանկապարտեզների կառուցումը եւ մանկապարտեզները անվճար դարձնելը։ Շատ կարևոր է, որ մեր երեխաները ունենան հնարավորություն մանկապարտեզ հաճախելու եւ որ ամենակարևորն է, Մայր Հայաստանը կանգնած է հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Մենք մերժում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվող արշավը եւ հիշեցնում ենք, որ քվեաթերթիկը համար 4-ն է։ Համար 4 Մայր Հայաստան, համար 4 Մայր Հայաստան։ Տխրության եկել է ժամը քո խաչի շուրջ միության Սեր կորասի քո հավատ Սերին վաղաշապատ սուրին էջ միացի Մայր Հայաստան կուսակցություն։ Ոսկեհատի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրություններին եւ քաղաքական ապտակով
Վաղաշապատի վրայից քերեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին ու նրան կցված մատնիչների, սադրիչների խմբակին։ Ձեր ձեռքում ձեր քվեի ուժն է։ Ոսկե հատը առանձնահատուկ խոսք ունի ասելու այս սրբապիղծներին, որոնք հարձակվել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, կատարելով Էրդողանի ու Ալիևի պահանջները։ Մենք ձեզ կոչ ենք անում հայավարի, հասիբով, արժանապատվորեն, մերժել այս ապիկարների ու անաստվածների իշխանությանը և ձևավորել նոր ազգային իշխանություն։ Իդեմս Մայր Հայաստանի դուք ունենալու եք գործընկեր, թիմակից, գաղափարակից և մենք կարողանալու ենք միասնաբար պայքարել և գրողի ծոսն ուղարկել այս անաստվածների դաշինքին, այս ուրացողների դաշինքին, այս մատնիչների դաշինքին։ Մայր Հայաստանը թիվ 4 քվեաթերթիկն է և մենք կոչ ենք անում ձեզ անպայման մասնակցել ընտրությանը։ Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, միացիր, որ փոխեն, Որդին Սերին վաղաշապատ սուրբին Էջ միացին իմ Մայր Հայաստան Սերին վաղաշապատ սուրբին Էջ միացին իմ Մայր Հայաստան ոսկե հատի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Հայր Հայաստանը, մենք միասնաբար գործ ունենք անելու, վստահ ենք, որ դուք ձեր խոսքը ասելու եք նոյեմբերի 16-ին, որովհետև այս սրբապիղծները հատկապես ոսկե հատում, ողջունում ենք ձեզ, ողջունում ենք, հատկապես ոսկե հատում պետք է ապտակ ստանան, որպեսզի իմանան, որ սրբապղծությունը հետևանքներ է ունենում և շատ կոնկրետ քաղաքական հետևանքներ։ Ես շատ լավ տեղյակ եմ, որ դուք բոլոր տիպի ընտրություններում սրանց լավ տեղն եք դրել։ Հիմա առավել ևս այս ընտրությունների ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս սրբապիղծները, կեղծ պատարակ մատուցողները հարձակվել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ոսկե հատը առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցույց տա։ Եվ մենք աջակցում ենք ոսկե հատցիներին իրենց որոշման մեջ։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հոբսինե Յուկրչյան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Հարգելի ոսկե հատցիներ, ձեզ ողջունում է
Մայր Հայաստանը, քվեաթերթիկ թիվ 4, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեի ուժով ձևավորեք նոր իշխանություն։ Մայր Հայաստանը ունի նվազագույն խնդիր իշխանաձգելու քաղաքացիական պայմանագրի։ Առավելագույնը, որը ձեր օգնությամբ է միայն հնարավոր, մենք նպատակ ունենք ստանձնել իշխանությունը, իշխանության պատասխանատվությունը և իրականացնել բոլոր այն ծրագրերը, որը հանդիսանում է մեր ուղենիշը։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը և վերջ դնել այս սրբապիղտների, ուրացողների, մատնիչների դաշինքին։ Մայր Հայաստան, թիվ 4 քվեաթերթիկ, Մայր Հայաստան, Համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հռիփսիմե Ղուկասյան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերին վաղար շապատ սուրին էչ միացի իմ այ Հայաստան Վաղար շապատ ոստան ես դրում էլ դեպրության դապցի խոչնակ նոր պայքարի ողջայության ողջունում ենք ձեզ, ժողովուրդ։ Կանցնեն նորեր, ատելության ու տխրության, եկել է շանը կողնակի շուշիության։ Ուրեմն առաջ։ Եկեք մեր մայրիկի միած աղաղի։ Ստին ու անհավատին, մայր տաճարի, լույսը հորդի, կեզ տաղպանի աստողորդին, սերին համար շապատ սուրբին, էչ միացի, իմ այ Հայաստան, սերին Մայր Հայաստան, Հարգելի ոսկեհատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ թիվ 4, նոյեմբերի 16-ի ընտրությունների
մենք մասնակցում ենք նպատակ ունենալով իշխանաձեռնել քաղաքացիական պայմանագրին և ձևավորել նոր իշխանություն։ Մայր Հայաստանը պատրաստ է ընդդիմադիր դաշտում միավորողի, կոնսոլիդացնողի դերակատարումը իրականացնել և ներգրավել բոլոր կարող ուժերին ապագա իշխանության կազմում։ Վաղաշաբաթը պետք է ունենա պրոֆեսիոնալ և նվիրված մարդկանց թիմ, որոնք համայնքի ամենօրյա խնդիրները պետք է լուծեն ծրագրային և մասնագիտական բարձր որակներով։ Մենք ձեզ կոչ ենք անում մասնակցել և մերժել այս անաստվածների ուրացողների դաշինքին և ձևավորել ազգային նոր իշխանություն, որը հիմք կդառնա նաև հետագա համապետական փոփոխությունների համար։ Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Մենք թիվ 4-ն ենք և ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Ողջունում ենք ձեզ, ժողովուրդ ջան։ Մայր Հայաստան կուսակցություն։ Ասպեր ժողովրդավար երկիր, ասան ժողովրդավար երկիր, 37 թվականն է, որը որ մարդկանց դիտելով քաղաքական հայացքներ, տարբեր հայացքներ, ինչ է Փորձ ունեք համայնքի ղեկավարման և ոսկե հատ համայնքում հնարավոր է 2018 թվականի մինչ այսօր գոնե ճանապարհներ ունեն այդպիսի հնարավորություն։ Սա քաղաքական կամքի բացակայություն է և Աղբանության խնդիր արձանագրեցինք, ռոռոկման ջրի բացակայություն, ջերմոցային տնտեսություններն էին բողոքում, ինչ եք առաջարկում։ Մենք առաջարկում ենք ջերմոցային ճնշելով դրեք ջերմոցները, այդ ջերմոցների միացնյալ իշխողի հերթություններ են ունասին մարդիկ այդ ջերմատները կառուցում են, որ իրանց ընտանիք իրանց երեխեքին պահում։ Դες գումարներ են ուզում, որ մարդիկ զարմացած Հիշեցնենք, որ Մայր Հայաստանը զրուցում է բնակիչների հետ, ներկայացնում է ծրագրերը և արձանագրում է նաև այն խնդիրները։ Քաղաքացիների հետ
Սարգսյանը ներկայացրեց մեր մոտեցումները նաև գյուղացիների խնդիրների հետ կապված եւ ասեմ որ բազմաթիվ են այդ խնդիրները եւ մենք արձանագրում ենք եւ տեղերում այցելելով եւ ուսումնասիրություններ են ցույց տալու որ բազմաթիվ խնդիրներ կան եւ գլխավոր խնդիրը այն է որ գյուղացիները կոնկրետ աջակցություն մեծ հաշվով չեն ստանում պետությունից, բայց պետության կողմից ու նաև հիմա արդեն համայնքային իշխանության կողմից ենթարկվում են հարձակման, մասնավորապես ջերմոցների հետ կապված հարցը։ Մենք մեր տեսակետը արդեն ներկայացրել ենք, հիմա կարող ենք գտնել, որ մենք ջերմոցների համար նվազագույն միջոցների շեմ ենք սահմանելու վճարները, որպեսզի մարդիկ կարողանան ամբողջությամբ օրինականացնել իրենց տնամերձերը եւ շարժական ջերմոցները, նաև հարով Եվ կարողանան ես բիզնեսը զարգացնել եւ արդյունք կտանեն մարդկանց կարողանան պահել որպես աշխատատեղեր եւ իրենք են իրենց տնտեսությունը կարողանան զարգացնել։ Եթե չկարողանում օգնել, չպետք է խանգարի եւ չի կարելի Իջեն լսնելու անվան տակ համայնական որոշումներ կայացնել, համայնական թվեր սահմանել, իրար կողքի ջերմոցներ կան, մենք ահազանգել ունենք, որ իրար կողք գտնվող տնամերձերի ջերմոցների համար տարբեր թվեր է սահմանվում, այսինքն ներոնք ձերոնք են խաղում, իսկ այդ մոտեցումը արդեն լրիվ թեթեական մոտեցում է, կոպիտ ասած նկոլություն է առումով եւ կարծում ենք, որ չի կարելի այդ ամեն ինչը փնտրել։ Կոնկրետ հիմա մենք այս պահին հիշեցնեմ, որ գտնվում ենք ոսկե հատում եւ ոսկե հացիներից ակնկալում ենք շատ մասնակցություն ընտրություններին, որպեսզի նաեւ կարողանանք այս հատոցներին յուրաքանչյուր վռնդել եւ ձևավորել նոր ազգային իշխանություն։ Ոսկե հատի հարգելի բնակիչներ, ձեզ այցելել ենք, որպեսզի ներկայացնենք մեր ծրագրերը, մեր մոտեցումները եւ ձեզ կոչ անենք ակտիվ մասնակցել նոյեմբերի 16-ի ընտրություններին։ Մենք Մայր Հայաստանն ենք, թերաթերթիկ համար 4, ձեզ մաղթում ենք, որպեսզի միասնական ջանքերով գնաք ընտրատեղամասեր եւ համատեղ ուժերով մերժեք քաղաքացիական պայմանագրին եւ նրան կցվածներին, վերջ դնենք այս ուրացողների, սրբապիղծների դաշինքին։ Մենք թիվ 4-ն ենք եւ մենք Մայր Հայաստանն ենք։ Ողջունում ենք ձեզ եւ ակնկալում ձեր աջակցությունը նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին։ Մարդկանց ունենց են ահապեկել, մարդկանոտրում ես ասում հայ ես, բուկլետը կվերստեմ ձեզ գիտեմ, բայց ուտրեմ չմկարեց աշխատել։ Շատ ճղճի վիճակ է ասում, սրանց իրական կենքերից այդ մարդկանց նրանք նրա դուր են գնացել, կարդ դուր են գնացել, նկաստան են գնացել։ Ով է գնել մեր հետ համբուտել են, կամ դրան դիմաց գնացել են համբուտել, արևել են գիտել են բարեկամների կանչել են, ասել են ինչ գործում եք դիմացան հետ եւ այլն։ Բայց ճղճի մանր Դրաման ասել սերի գնացել, եթե խնդիրներ ունեք այդ մասով, խնդիր չկա, մեզ տնելից են հետևեք, հանդիստ հետևեք իրականացնելու բարերի, բայց ամենակարևորը գնացեք եք ժամանակ ձեր խոսք ասել, եթե իրանք այդպես են բարում, մենք խնդիր չունենք, որ հալներով, հազարներով գան, մեզ դիմավորեն այդպիսի բան, ձեզ խնդիր չենք դրել, մենք գալիս ենք ձեր մանր, մեր ծրագրերն ենք ներկայացնում, եւ ակնկալում ենք, որ դուք պետք է ակտիվ մասնակցեք ընտրությանը եւ մերժեք
Այս իշխանությունը։ Մայր Հայաստան կուսակցություն, Գրիշահարությունը, Դավիթ Կարապետյան, միացիր, որ ընդդիմության կողմից Մայր Հայաստան այս մասնակցեք ընտրությանը եւ սրանք հարց չափալա։ միացիր, Ժողովուրդ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4, նոյեմբերի 16-ին անպայման մասնակցեք Գավառշապատի ընտրություններին եւ ձեր քվեով մերժեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին։ Հատկապես ոսկեհատցիները ես կարծում եմ իրենց վճռական ձայնը կբարձրացնեն այս առումով, որովհետեւ սրանք հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ են հարձակվել եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կամքն են իրականացնում։ Մենք ձեզ կոչ ենք անում մասնակցել եւ թույլ տալ, որպեսզի սրանք վերարտադրվեն։ Վերարտադրվելու պարագայում լինելու է թալան, լինելու է կոռուպցիա, վատ կառավարում եւ սրբապղծություն հարձակում հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, գալիք ընտրություններում մենք լինելու ենք համար 4-ը, բոլորիդ կոչ ենք անում ակտիվ մասնակցել ընտրություններին, հիշել, որ ձեր պասիվությունը ուղիղ օգուտ է տալիս սատանիստների խմբակին, հիշել, որ եթե չմասնակցեք կամ ընտրեք ԿՊ-ին, ուրեմն դուք կողք եք, որ մեր սրբազան հայրերը լինեն կալանավայրերում։ Եթե դուք ընտրեք Արգիշտի Մեխակյանին, դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին։ Ընտրելով Նիկոլ Փաշինյանին, դուք մերժում եք մայրաթոռը եւ ծափ եք տալի Փաշազադեին։ Միշտ հիշեք, որ այս մարդիկ չեն ներկայացնում Հայաստանի շահերը։ Իրանք դեմ են մեր ազգային արժեքներին, մեր ինքնիշխանությանը, մեր տարածքային ամբողջականությանը։ Իրենց բոլոր գործողությունները ուղղակի սպասարկում են թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Մենք բոլորս պետք է միասին աշխատենք եւ մեր քաղաքական ապտակը հասցնենք սատանիստների խմբակին, որպեսզի սրբազանները, բարերարները, աստաբանները չլինեն հանցագործ։ Մենք պետք է մերժենք այս խմբակին, որ մայրաթոռը շարունակի լինել հայրենը։ Իրենք ուզում են խաթարել, թե անձերի դեմ են պայքարում, բայց դա սուտ է։ Նույն Նիկոլ Փաշինյանը լինելով վարչապետ բազմիցս հայտարարել է, որ ինքն է կառավարությունը։ Հենց այդ անաբավությամբ պետք է հասկանանք, որ վեհապարը դա անձ չէ։ Դա մեր եկեղեցու դեմքն է։ Եվ գնալով վեհապարի եւ սրբազանների դեմ, մենք գնում ենք մեր ազգային ինստիտուտի դեմ։ Ամեն կերպ բոլորս պետք է ակտիվ աշխատենք եւ դուք ունեք մեծ հնարավորություն դեր քաղաքական ապտակը հասցնել այս աթեիստների եւ մուսուլմանական ագենտների խմբակին։ Մենք բոլորս միասին պետք է պահպանենք այն վերջի եւ գլխավոր հենասյունը, որը Նիկոլին դեռ չի հաջողվել ջարդել։ Ընտրեք համար 4 եւ մերժեք ԿՊ-ական թուրքական քաղաքականությանը։ Համար 4 Մայր Հայաստան։ Մայր Հայաստան։ Համար 4 Միացիր։ 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 Եվ քուրի ժողովրդի ներկայացնող մեր մոտեցումներն ու ծրագրերը ոսկեհատցիներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ շատ լավ իմանալ, որ մերժելով քաղաքացիական պայմանագրում մենք հաստատին մերժում ենք ադրբեջանական ծրագիրը
Իսկ նրանք ովքեր ձայն են տալու ԹՊ-ին, հաստատի այո են ասելու Փաշազադեի քաղաքականությունը, այո են ասելու Նիկոլ Փաշինյանին, այո են ասելու յուրացողների, սրբապիղծների եւ մատնիչների դաշինքին։ Շաբաթ Ոստանն ես դու մեր դպրության Դապցի կոչնար նոր պայքարի ողջայության Քո զորավոր աչար մասի Խաչը երկրին բազի Սերին բարաշաբաթ Սուրին էջ միասին իմ հայ Հայաստան Կանցնելորեն ապելության Սիրելի ոսկեհացիներ, մենք Մայր Հայաստանն ենք, թիվ 4 քվեաթերթիկ։ Մենք բոլոր կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին։ Գնալ տեղամաս եւ ձեր վերաբերմունքը արտահայտել ձեր համայնքի այս անմխիթար եւ ամոթալի վիճակին։ Անմխիթար եւ ամոթալի վիճակ ոչ միայն բարեկարգման, ոչ միայն սանիտարահիգիենիկ առումով, այլ նաեւ այն բարեհոգեբանական անընդունելի մթնոլորտի առումով, որ ստեղծել են գյուղում։ Այս իշխանությունները տարածում են, փորձում են գոնե տարածել վախի մթնոլորտ, մարդկանց կաշկանդելու, վերահսկելու, ստի, կեղծիքի, սուտ մատնության, զրպարտչության, ահի ու սարսափի այդպիսի քայլեր են անում, որը զսպանակի օրենքով մի օր պետք է հակադարձվի։ Եվ այդ օրը նոյեմբերի 16-ն է։ Նոյեմբերի 16-ին դուք ունեք մեծ շանս ձեր վճռական հակադարձումը անել գործող իշխանություններին եւ իդեմս Մայր Հայաստանի դուք ունեք պատասխանատու, հանձնառու եւ սեփական անելիքը քաջ գիտակցող քաղաքական թիմի հետ։ Անհատներ, ովքեր ունեն անցած ճանապարհ եւ չունեն իրենց տեսագրության մեջ մի կետ, որի համար պետք է ամաչել։ Իսկ այս իշխանությունները գրեթե 8 տարի է մարդկանց սուտ խոստումներ տալով այսօր դարձել են թուրք-ադրբեջանական այդ երկյակի կամակատարը, երևանյան փաստաբանը, իսկ քաղաքացիական պայմանագիրը դարձել է Եղի Ադրբեջանի երևանյան մասնաճյուղը։ Առավոտից իրիկու տարբեր կարգի չինովնիկներ Ալիևի խոսքերն են պարզաբանում, վեցանում, իբրև թե Ալիևը ոչ մի վատ բան չի ասել, բայց բոլորը գիտեք նա պարբերաբար ինչեր է ասել ու հիմա ինչեր է ասում։ Սիրելի ոսկեհացիներ, հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը ակտիվորեն մասնակցելով թե Երևանի, թե Գյումրու տեղական ինքնակառավարման ընտրություններին եղել է միշտ քաղաքացիների համար հասանելի եւ ձեր քվեի, պատշաճ քվեի արկայության դեպքում ինչի մասին կասկած չունենք։ Նույնպես լինելու է ձեր համայնքի շահերը առաջ տանող քաղաքական ուժ, բայց ամենակարևորը մարդկային առումով ձեզ շատ հասանելի, շատ հասկանալի, ձեր իրավիճակը գիտակցող, ձեր խնդիրների խորքը հասկացող եւ ամենակարևորը իր գլխավոր քաղաքական առաքելությունը համարող քաղաքական ուժ, որպեսզի ոսկեհատի փողոցները բարեկարգվեն, որպեսզի այս ինքնաթիռի պատուհաններից ներքև նայող տուրիստները եւ Հայաստան ժամանող հայերը տեսնեն բարեկարգ փողոցներ, տեսնեն ժպտացող մարդիկ, տեսնեն շփումների չխուսափող մարդիկ, չվախեցած մարդկանց տեսնել։ Դրա համար պետք է ընդհանրապես մեկ բան, գնալ տեղամաս, ձայնը տալ թիվ 4-ին, աջակցել Մայր Հայաստանի եւ
հետագայում սպասեն ավելի մեծ համապետական փոփոխությունների եւ ուրեմն Մայր Հայաստան Համար 4 միացիր Հարգելի ոսկե հացիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք քիչ 4 քվեաթերթիկն ենք եւ այս ընտրություններին մասնակցում ենք քաղաքացիական պայմանագրի իշխանազրկելու նպատակով եւ նոր իշխանություն ձևավորելու նպատակով։ Դուք արդեն տեսնում եք, թե ինչ է կատարվում հայ առաքելական սուրբ եկեղեցիները։ Սրանք ադրբեջանա-թուրքական պահանջով արձակվել են մեր ավանդական ազգային ինստիտուտի դեմ, որպեսզի թույլատնեն հայկական դիմադրությունը, որպեսզի ոչնչացնեն նաև Հայաստանի Հանրապետությունը։ Երեք մենք արդեն լսել ենք, թե ինչ է խոսում Ալիևը Սևանի հետ կապված, որպեսզի Վաղարշապատի, ներեջմիածնի եւ Հայաստանի այլ քաղաքների մասով սրանք էլի թուրքական անուններով հանդես չգան ու իրենց հոխորտանքը չներկայացնեն, մենք պետք է կարողանանք մերժել այս դրածոներին, քաղաքացիական պայմանագիր կոչվածին եւ ձևավորենք նոր իշխանություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մայր Հայաստան, Համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Սիրելի ոսկեհացիներ, մենք ողջունում ենք ձեզ, տեղեկացնում ենք, որ մենք Մայր Հայաստանն ենք, իր 4 քվեաթերթի։ Տեսեք ուրեմն, եթե սրանք չմերժվեն, Ալիևը ավելի է հաբրգելու, այսպես ասած, ավելի է լկտի անալու
եւ ոչ միայն Սևանն է կոչելու իրենց բարերով, ես չեմ էլ ուզում կրկնել, այլ մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Դուք տեսեք, թե ինչ է անում քաղաքացիական պայմանագիրը։ Ուրեմն Ալիևը հայտարարում է Սևանը գրավելու մասին, սրանք ոչ թե Ալիևին են պատասխանում, այլ արդարացնում են Ալիևի քայլերը, փաստաբանություն են անում նրանց համար, ադրբեջանցիների համար, ասում են Ալիևը դա ներքին լսարանի համար է ասել ու քննադատում են ընդդիմությանը, որը քննադատել է Ալիևի։ Սա ամենամեծագույն ներկայությունն ու սրիկայությունն է, որը մենք տեսնում ենք այս սեփականների կատարմամբ։ Սրանք գնում են ինչ-որ արենդայով տպիրներ են վարձակալում, արենդայով հոգևորական են դարձնում մարդկանց, օրավարձով պատարականողներ են վարձում, իրց գործողությունների են գնում, որպեսզի արդարացնեն իրենց վրա դրված վստահությունը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Հիմա մենք մերժում ենք այս մոտեցումները, մենք մերժում ենք հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հարձակումները, եւ ես կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին եւ ձեր քվեն տալ Մայր Հայաստանին, որպեսզի կարողանանք այս ամենի դեմ նահանալ։ Սիրելի ոսկե հատ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Մենք դες կոչ ենք անում ակտիվ մասնակցել ընտրությանը եւ որպես ոսկե հատցիների առանձնահատուկ վերաբերմունք ցույց տալ այս քաղաքացիական պայմանագիր կոչվածի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Դրանց պետք է մերժել ու վռնդել մեր քաղաքական ու հանրային կյանքից։ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Բարև եղեք։ Երեխեք եկեք դրոշներ վերցրեք, լավ սիրուն դրոշներ տանք ձեզ։ Սա Մայր Հայաստանի դրոշն է, ծանոթացեք։ Ինչ լավ, մաքուր, պարզ երեխեք են, եկեք նա ծապ տանք մենք երեխեքին, ողջունեք, ապրեք երեխեք, կարող մեջները գերքով լինի, դա չէ, ինչ են կարող անեք, պարի բանի խմակնա, թե չկա, չէ գնում, պարի խմակ չկա գնում, կա գնում եք, Всё, իրանք հույնին բարև անպայման տնեցիներին կասիք, թող գնան ընտրությանը մասնակցել, լավ, պայմանավորվեցիք, всё, գնացիք, հաջող ձեզ երեխեք։ Բարև ձեզ։ Ծանոթացեք Ժորժ ջան, ողջունում ենք ձեզ։ Ժորժ ջան, մենք միասնական ջանքերով ոսկեհացիների հետ պետք է մերժենք քաղաքացիական պայմանագրին։ Դրանք Ալիևի փաստաբաններն են։ Ուրեմն Ալիևը Սևանը չգիտեմ ինչ է անվանում, չեմ ուզում կրկնել։ Սրանք փոխանակ Ալիևին ասեն, դե ուրեմն իմացի որ Կիրովաբադը են հին գանձան ա եղել, ասեն գանձակը, իմացեք որ Բաքվում հայերն են շինարարություն արել եւ այլն, եթե պես պատմությունն ենք ուզում փորփրել, ասում են դե ինքը նորմալ է, ներքին լսարանի համար է այդ ամեն ինչը ասել ու հոխորտում են ընդդիմության դեմ։ Բայց որ խաղաղության թուղթ եք բերել, գլուխները գովում եք, քաշեց ձեզ Ալիևը։ Դեռ մենք միշտ է զգուշացրել ենք ձեզ, ձեր պապաները քաղաքական, Ալիևն ու Էրդողանը միշտ էլ քաշել են, բայց դուք քաշվում եք ջանդամ։ Հայ ժողովուրդն է տուժում եւ Հայաստանի Հանրապետությունը։ Ողջույն Մայրիկ ջան։
Ջան, մենք պետք է մերժենք Ալիևի հաստաբաններին, Էրդողանի վկաներին եւ պատերազմ բերող այս անդրավներին։ Սրանք խաղաղության աղավնու փետուրներ են կարել իրենց վրա, բայց իրականում պատերազմ ու կորուստներ են բերելու։ Դրա համար մենք պետք է մերժենք այս ապիկարների ու դավաճանների իշխանությանը եւ ձևավորենք նոր իշխանություն։ Վաղար շաբաթը նոր հնարավորություն կտա նոր իշխանություն ձևավորելու համար։ Այնպես որ միասնաբար մասնակցում ենք նոյեմբերի 16-ի ընտրություններին եւ մերժում ենք քաղաքացիական պայմանագիր կոչված թուրքամետ կազմակերպությանը, ադրբեջանամետ այդ կազմակերպությանը, դե որ քաղաքացիական պայմանագիր ասում ենք, կցորդներ հետը նկատի ունենք, դա այդ Վազգեն Սարգսյանի անցած ճանապարհը ուրացողներն են։ Այնպես որ միասնական ջանքերով, սիրելի ոսկեհացիներ, հարգելի վաղաշաբաթցիներ, մասնակցում ենք ընտրությանը եւ քաղաքական ապտակ ենք տալիս այս ուրացողների, սրբապիղծների եւ մատնիչների դաշինքին։ Մերժել եւ վռնդել քաղաքացիական պայմանագրին համայնքի կառավարումից, որը հետագայում արդեն պետք է վերածենք համապետական տարբեր համայնքներում ԿՊ մերժվել է։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Վաղաշաբաթ սուրին էջ միացին իմ այս Հայաստան Վաղաշաբաթ ոստան ես դրում էր դպրության դարձի խոչնար նոր պայքարի ողջ հայության Հարգելի ոսկեհացիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, եկեք մեզ
Հետևողներին ողջունենք միացապարություններով։ Կարող եք տանից հետևել, կարող եք պատշգամբներից հետևել։ Ամենակարևորը, որ դուք մասնակցեք ընտրությանը եւ մերժեք քաղաքացիական պայմանագրի հետ խմբակին, որովհետեւ սրանք միայն պատերազմ, պարտություն, ավեր, թալան, կորուստներ, պարտություններ, այսպիսի բաներ կարող են մենակ բերել։ Համայնքային կառավարումն էլ գիտեք շատ ցածր որակի են իրականացրել ու իրականացնելու։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք մերժում ենք քաղաքացիական պայմանագրին եւ նրանք կցորդներին եւ համոզված ենք, որ այս ընտրությունների միջոցով պետք է հասնել փոփոխության, որպեսզի կանխենք հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումը, որը թուրքական պահանջ է, ադրբեջանական պահանջ է, որպեսզի ձևավորենք նոր ազգային իշխանություն, որը եւ քաղաքական եւ համայնքային կառավարման առումով դրական փոփոխություններ է բերելու։ Մենք ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցել ընտրությանը եւ ձեր քաղաքացիական ձայնը բարձրացնել։ Մենք Մայր Հայաստանն ենք, քվեաթերթիկ համար 4։ Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հերսինե Ուկաչյան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Սերեն վաղաշապատ սուրբի մեջ միացիր, Մայր Հայաստան Վաղաշապատ ոստան ես դրում ենք դեպրության Դապսի կոչնար նոր պայքարի ողջայության Նորեն ապելության ու տխրության եկել է ժամը կողաչի շուրջ միության Սիրտուն ասի կողքու հավով Վաղաշապատ սիրի էջ միացի
միացին իմ այր Հայաստան Մաղար շապատ սուրդին մեջ միացին իմ այր Հայաստան Մայր Հայաստան կուսակցություն Գրիշա Հարությունյան, Դավիթ Կարապետյան, Հրուպսինե Մկրտչյան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քվեաթերթիկ համար 4 Շապատցիներ, ոսկե հատի սիրելի բնակիչներ, հարգելի ընտրողներ, նոյեմբերի 16-ին կայանալու են ընտրություններ շաբաթ խոշորացված համայնքում եւ մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել այդ ընտրությանը եւ ձեր քվեով աջակցել Մայր Հայաստանին, թիվ 4 ոսկե հատը առանձնահատուկ դերակատարում ունի այս ընտրությունների ժամանակ ճիշտ է մյուս համայնքները նույնպես իրենց վերաբերմունքը ցույց են տալու բայց ոսկե հատը հասկանալի պատճառներով հայտնի պատճառներով առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցույց տա այս ուրացողների սրբապիղծների եւ մատնիչների դաշինքին մենք ձեզ կոչ ենք անում պաշտպանել մեր մոտեցումները դրանով իսկ պաշտպանելով հայ առաքելական Սուրբ եկեղեցին որի դեմ թուրք-ադրբեջանական հարձակում է սկսել Նիկոլ Փաշինյանը Ալիևը պատահաբար չի ասում որ ինքը Հայաստան է մտնելու ոչ թե տանկերով այլ ավտոմեքենաներով նկատի ունի այն որ թուրքական 5-րդ շարասյունը Հայաստանի ներսում անում է այն ինչը ամենայն հավանականությամբ չեն կարողանալու անել տանկերն ու զենքերը Թշնամին ներսից է գործում եւ մենք պետք է մեր պատասխանը տանք մեր քաղաքական ապտակը տանք այս անաստվածների ապիկարների իշխանությանը
օրերս ոսկի հատում մի տհաճ դանշչիկական, ստուկաչական միջադեպ չասեմ, այլ իրադարձություն էր տեղ ունեցել փոքրիկը այստեղ բանալի բառն է, որովհետև փոքրիկ սադրիչի միջոցով այնպես են արել, որ ներսիսյանների ընտանիքից մարդկանց ձերբակալեն եւ ազատությունից զրկեն։ Մենք Մայր Հայաստանը դատապարտում է այդ մոտեցումը եւ մենք սատարելով հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն սատարում ենք նաեւ բոլոր այն մարդկանց, ովքեր դարձել են այս իշխանությունների զոհը։ Մենք աջակցում ենք քաղբանտարկյալներին, աջակցում ենք մեր սրբազաններին, աջակցում ենք մեր եկեղեցուն եւ դատապարտում ենք թրքահաճո այս իշխանությունների վարքագիծը։ Մենք համոզված ենք, որ ոսկեհացիները իրենց առանձնահատուկ վերաբերմունքն են ցույց տալու այս իշխանություններին եւ մերժելու են նրանց նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։ Մենք Մայր Հայաստանն ենք եւ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր։ Սիրելի ոսկեհացիներ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ եւ հիշեցնում, թե ինչքան կարեւոր է նոյեմբերի 16-ին յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Տանը նստելով եւ բողոքելով ոչինչ չեն կարողանալու փոխել։ Մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր ընտանիքի, մեր հայրենիքի, մեր գյուղի բարօրությունը, լինելիությունը։ Պետք է փոխենք այն ամենը, այն իշխանությունը, որը այսօր Հայաստանը տանում է դեպի թրքացում։ Իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքները եւ մեծ պարտադրում է արժանապատվությունը կորցրած, ներողություն արտահայտությանը սկսած վիճակում գոյատևել։ Հայ մարդը երբեք չի կարողացել ընդգրկել փորձություններին, հայ մարդը միշտ հաղթել է եւ հաղթանակած է եղել։ Այժմ էլ փորձում են հայ առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել մզկիթ եւ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին փորձել հեռացնել մեզնից եկեղեցիներն անվանելով ճուլաններ։ Սիրելի ոսկեհացիներ, դուք ինքներդ տեսնում եք, թե ուր է գնում մեր հայրենիքը։ Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում կայանալիք ընտրությունները ոչ միայն Վաղարշապատի համար են կարևոր, այլ կարևոր են մեր ողջ երկրի, մեր պետության, մեր հայրենիքի համար։ Սիրելի վաղարշապատցիներ, սիրելի ոսկեհացիներ, յուրաքանչյուրից մասնակցության քվեից է կախված մեր լինելիությունը եւ արդյոք ձեր գյուղական համայնքներում խնդիրները կլուծվեն, թե ոչ։ Հենց դուք եք փոփոխությունների բերողը։ Քվեախցիկում, ճիշտ քվեաթերթիկ ընտրելով դուք եք ձեր հայրենիքի, ձեր գյուղի, ձեր բնակավայրի տերը։ Եվ շատ կարևոր է, որ քվեաթերթիկը լինի համար 4-ը, որովհետև Մայր Հայաստանը քվեաթերթիկում համար 4-ն է, Մայր Հայաստանը ձեզ է ներկայանում փորձառու եւ երիտասարդ թիմի համախմբմամբ, հիանալի ծրագրերով։ Մայր Հայաստանը շատ կարևորում է ջերմոցային տնտեսությունների զարգացումը, պետության կողմից ներդրումային սխեման։ Մայր Հայաստանը շատ կարևորում է յուղական համայնքների ասֆալտապատումը։ Մայր Հայաստանի ծրագրում կա կարևոր դրույթ, որտեղ ասֆալտապատումը առաջնային է նաև յուղական համայնքների տրանսպորտի խնդիրը 21-րդ դարում խոշորացված Վաղարշապատ համայնքի տարբեր յուղական համայնքներում այնպես է ոսկեպատում, մենք տեսնում ենք, որ ոսկեպարում ենք տեսնում ենք, որ չկան տրանսպորտային համակարգ, այսինքն քաղաքացիների համար դժվարություն է հասնել դուրս գալ գյուղից եւ հասնել տարբեր ծայրեր։
Սիրելի ոսկեհարցիներ, սիրելի ոսկեհարցիներ, Ոսկե հատ։ Շորջան, ողջունում եմ ձեզ։ Մենք Ոսկեհատ գյուղի բնակիչներին կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին եւ ձեր քվեով ձևավորել նոր իշխանություն մերժելով այս ուրացողների դաշինքին։ Մենք Մայր Հայաստանն ենք, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք եւ մերժում ենք այս իշխանությունների հակաեկեղեցական, հակահայկական, հակապետական քաղաքականությունը։ Ողջունում ենք ձեզ, Մայրի ջան, բարև ձեզ։ Ողջույն ժողովուրդ ջան։ Սիրելի ոսկեհատցիներ, ողջունում ենք ձեզ, մենք Մայր Հայաստանն ենք, հայր ջան, բարև ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեով աջակցեք մեր ծրագրերի, Մայր Հայաստանի ծրագրերի իրականացմանը։ Ձեր քվեն շատ կարևոր է։ Երեխուն այլ մի հատ բալս դրոշ տանք քեզ։ Դրոշ։ Էսի։ Բարև, այլ մի հատ դրոշ տանք։ Են կողմից դուրս եկավ։ Հա։ Երեխեն տեղից հեսա դուրս եկավ երևի։ Դրոշ տա։ Հարգելի ոսկեհատցիներ, անպայման մասնակցեք ընտրություններին եւ ձեր քաղաքացիական, մարդկային դիրքորոշումը հայտնեք այս իշխանությանը, որը ուրացողներից է բաղկացած, սրբապիղծներից է բաղկացած, կեղծ մատնագրեր գրողներից է բաղկացած։ Այս ամեն ինչի պետք է վերջ դրվի եւ դուք կարող եք ձեր քվեի ուժով վերջ դնել։ Charlie Martin,
միացին իմ Մայր Հայաստան Սերին մարաշապատ սուրբիմ մեջ միացին իմ Մայր Հայաստան Բարև ձեզ Ժողովուրդ ջան, ողջունում ենք ձեզ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Եկեք երեխեք, եկեք շփվենք։ Մայր Հայաստան Համար 4 Միացիր Ամաչեցին։ Քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերեն վաղաշապատ սուրբիմ մեջ միացին իմ Մայր Հայաստան Նոր պայքարի ողջ հայության Հազորավոր աչակ մասին Խաչը երկրին բազին Սերին վաղաշապատ սուրբիմ մեջ միացին իմ Մայր Հայաստան Կանցնեն օրեր ապելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուրջ միության Սեր տորազի կապ խողավոր Վաղաշապատ Սերին վաղաշապատ սուրբիմ մեջ միացին իմ Մայր Հայաստան Չարին պատին, ստին ու անհավատին Մայր տաճարին, նույսը հորնին Քեզ պահպանի աստողորդին Սերին վաղաշապատ սուրբին մեջ միացին իմ Մայր Հայաստան Սերին վաղաշապատ սուրբին Մեջ միացին իմ Մայր Հայաստան Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն է ստերին, վերկած կանգիր, ձեռքդ բարձիր, ու ասա այո մեր պայքարին, Հայեր, հայեր, ոտքի։ Եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ անենք սիտոն այս չարիքին, վերկած կանգիր, հաշիվ դաշիր, ու ասա այո մեր հայրենիքին, Հայեր, հայեր, ոտքի։ Գալու է մեր տարը, հաղթանակի տարը, ոգևելու ենք մենք միասին, վերկած կանգիր, մեզ միացիր, ու ասա այո մեր հաղթանակին, հայեր, հայեր, Ոգի Մայր Հայաստան կուսակցություն, քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշապատ սուրբիմ
միացին իմ այ Հայաստան Դպրության դապսի կոչնակ նոր պայքարի ողջ հայության Քոթորավար աչք մասի Այժմ երկրին մասին Սերին հարաշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Կանցնեն օրեն ատելության ու տխրության Եկել է ժամը կողաչի շուրջ միության Սեր կորասի կամ քոհավոր Վարաշապատ Սերին վարաշապատ սուրին էջ միացին իմ այ Հայաստան Եղիր քո խոսքը աստղ, չարին վատին, ստին ու անհավատին, մայր տաճարին, լույսը հորդին, քեզ պահպանի աստողորդին, սերին վաղաշապատ սուրբին, էջ միացին, իմ այր Հայաստան, սերին վաղաշապատ սուրբին, էջ միացին, իմ այր Հայաստան Դավիթ Կարապետյան, Հերցինե Լուկանչյան, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն, Քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն է ստերին, վերկած կանգիր, ձերքդ պաշիր, ու ասա այո մեր պայքարին, հայեր, հայեր, ողջին, հայեր, հայեր, ողջին, եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ անենք սիկոն այս չարիքին, վերկած կանգիր, թաշին լեժիր, ու ասա այո մեր հայրենիքին, հայեր, հայեր, ողջին, հայեր, հայեր, ողջին, գալու է մեր բարը, հաղթանակի բարը, որ կերտելու ենք մենք միասին, վերկած կանգիր, մեզ միացիր, ու ասա այո մեր հաղթանակին, հայեր, հայեր, ողջին, հայեր, հայեր, ողջին, հայեր, հայեր, ողջին, հայեր, հայեր,
Ուսայով մեր հաղթանակին հայեր, հայեր, ողջի հայեր, հայեր, ողջի հայեր, հայեր, ողջի Շատ կարևորում ենք եւս մեկ անգամ ասել կարևորում ենք ոսկեհացիների առանձնահատուկ վերաբերմունքը այս ուրացողների դաշինքի նկատմամբ, որովհետեւ նրանց վերաբերմունքը շատ առարկայական է լինելու նաեւ մատնիչների մասով, որոնք առանց ամոթի, առանց որևէ խղճի խայթի իշխանական գործիքի դեր են կատարում եւ մարդկանց տալանքի են տանում առանց որևէ պատճառի, առանց որևէ հիմքի։ Սա նիկոլական Հայաստանի էությունը եւ ոսկեհացիները այդ էության դեմ իրենց հայկական էությունը ես համոզված եմ, որ ցույց են տալու։ Մեծ աճուճով կմնանք այստեղ սպարտակացիչելու վայ դաշտերով որպես ամփոփում ասեմ, որ ոսկեհատը հայտնի է նրանով, որ բազմիցս մերժել է հաղթական պայմանագրի, համոզված է հունայել է մերժելու եւ այդ մերժումը արտահայտելու է կոնկրետ քրոներով։ Իսկ հանրամով գաղափարապատիներից արտադրում ենք ակտիվ մասնակցություն եւ ակտիվ մասնակցություն վստահ եմ, որ հաջողությունը մեր թողնելու եւ հույսը արչական իրական վարկանիշ իրենք չունեն, շատ լավ իրենք չունեն, դրա համար էլ ասենք մտածելով, որ ինչ-որ տեղ մտածելով, որ խորում իրենք իբր ձայներ ունեն, որ արհեստականորեն միացեցին գաղափարապատ համայնքին, որի մեջ էր մտնում էջմիածին ոսկեհատը եւ հիմա փորձում են այդ ձայները իրար գումարել հանելով թորը պահել։ Այս ամեն ինչի պատասխանը պետք է տա քաղաքացին, ուսան մասնակցող քաղաքացին իր ձայնը պետք է բարձրացնի եւ իր քվեով ներժի հայկական ու ադրբեջանական ծրագրեր իրականացնող այս իշխանությունը։ Ալիևը նկատել է բացառապես Նիկոլ Փաշինյանի դարած քաղաքացիությունում։ Նիկոլ Փաշինյանը եւ մնացած իր նազի լեզուները, դրատները, դամուկները խոսքով ոչ թե հակադարձում են Ալիևին, որը Սևանը գրավելուց է խոսել, Երևանից է խոսում, այլ հակադարձում նրանք, ովքեր քննադատում են Ալիևին։ Դա շատ հետաքրքիր իրավիճակ է, խաբում են ժողովրդին, ասում են դա ներքին օգտագործման համար է, խաբում են, ասում են թուղթ ստորագրի այդ հայտարարությունների մի նայեք։ Մեկները մոռացել են, որ իրենց ամբողջ տեխնոլոգիան մենք տեսել ենք նաև հանձնելուց առաջ։ Հիմա երևի Ալիևը միջանցք ստանալու խորժակ ունի, տեխնոլոգիապես Սևանի անունն են դրել շրջանառության մեջ, որպեսզի հետո Նիկոլենք երևի ասեն դե հանուն Սևանը փրկելու մենք միջանցքը պետք է հանձնենք, ու հետո PR անեն, որ իբրև տեսեք հանձնեցին միջանցքը, բայց զատո Սևանը պահեց։ Հետո այդպես շահում, պետք է կանխել թույլ չտալ այդ
Hamar Çors! Hayır Hayastan Kusatçısın. Hayır Hayastan! Kreaterti Kamar Çors. Miyatzir Volprohenk. Hayır Hayastan Kusatçısın. Kreaterti Kamar Çors. Miyatzir Volprohenk. Senin Vala Şapat